Հայաջան բարի լույս, ես կուզեի խոսենք մի շատ կարևոր հարցի շուրջ, որ կարծես թե այդքան էլ կարևորություն չի տրվում։ Երկու օր համբերեցի մտածելով, որ միգուցե ստապվենք ուշքի գանք։ Խոսքը գնում է Հողատու հերետիկոսի այն հայտարարության մասին, որ նույն հարթության մեջ է դնում Արցախի ժողովրդի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթի հետ Ալիևի հետ ցնդաբանության մեջ, նույն հարթության մեջ դնելով ինչ անում։ Շատ հասարակ պարզ բան։ Եթե նա Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությունը անելով Ստեփանակերտի հրապարակում արդեն իսկ կնիքը դրեց Արցախի հանձնման, այսինքն լեգիտիմացրեց Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա եւ հայաթափումը գենոցիդը լեգիտիմացրեց հայկական իշխանությունների անունից, ապա այսօր նա այդ հայտարարությունով լեգալիզացրեց Հայաստանի Ալիևի հայտարարած տարածքների ուրեմն ցանկացած պարագայում, երբ որ դա իրեն ձեռք կտա, ուրեմն անեքսիայի, այսինքն հարձակվելու, այն կտրելու, վերցնելու, դնելով նույն հարթության մեջ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները այդ ուրեմն տերմինը արևմտյան Ադրբեջան եւ հազարամյակների պատմություն ունեցող Արցախի հարցը, նա բառից բուն իմաստով լեգիտիմացրեց Ալիևի հարձակումը Հայաստանի վրա։ Եթե այդքանը չենք հասկանում, ուրեմն ես արդեն չգիտեմ ինչ անուն դնեմ մեզ, ուրեմն մեզ օպերացիա են արել ուղեղները գլխներիցս հանել են։ Նա սրանով տվեց մեկնարկը Հայաստանի ուրեմն վրա լեգիտիմ պատերազմ սկսելու Ալիևին։ Եվ այդ իր բարբաջանքները, որ խաղաղություն եք ուզում ես արեք, խաղաղություն եք ուզում են արեք, որ եկողները պատերազմ սկսեն, իհարկե ինչպես որ սատանիստներին հատուկ է, ամեն ինչ ասում է ուղիղ, կատարում թարս։ Նորից եմ ասում, նույն հարթության մեջ դնել Արցախի հայերի վերադարձի հարցը եւ այսպես կոչված Հորինովի Ալիևի կողմից բստրած արևմտյան Ադրբեջան տերմինը, եթե նույնիսկ նա դա ուրեմն ասեր, որ մի կողմ ենք դնում Բաքվի, Սումգայիթի, Դաշտային, չգիտեմ, Արցախի, Շահումյանի շրջանի, հələ միտեղ ինչ որ կասեր, որ ինչ որ փողզիջման մասին է խոսքը գնում։ Բայց Հայաստանի սուվերեն տարածքները դնել, համեմատել Արցախի ժողովրդի վերադարձի հետ նույն հարթության մեջ դնել եւ քննարկել եւ դա աշխարհին ներկայացնել որպես նույն խնդիր, համահավասար խնդիր, դա ուրեմն սարսափելի, ոչ միայն վտանգավոր, ակնհայտ հերթական կնիքը դրեց նոր պատերազմի, ուրեմն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից երազած այդ նոր պատերազմի լեգիտիմացման կնիքը դրեց, ինչպես նորից եմ ասում, Արցախի Ստեփանակերտի հրապարակում նա այդ կնիքը, այդ թույլատրությունը տվեց Ադրբեջանին հարձակվելու, ասելով, որ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ հրաժարվելով ուրեմն բանակցություններից։ Չգիտեմ, այդ որ ասում են ընտրություն եւ այլն, մենք հույսներս դրել ենք, սա պատերազմ է հայտարարված հայ ժողովրդին, արդեն պատերազմ է հայտարարված, սա պատերազմ է հայտարարված հայ ազգին, Հայաստանի պետականությանը, ընդհանրապես Հայաստանի գոյությանը, եւ մենք որոշել ենք պատերազմը հաղթել ընտրություններով։ Շնորհավորում եմ ես։